Վրաստանը սգում է կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահը, երկիրը առավոտից ընդունում է ցավակցական նամակներ։ Նորին սրբություն և երանություն Իլիա II-ը մահացել է 3 գիշերը 93 տարեկան հասակում։ Պատրիարքի հիշատակի և սգո օրվա կապակցությամբ բոլոր վարչական շենքերի վրա պետական դրոշները իջեցված են, այդ թվում նախագահի պալատի, կառավարության վարչակազմի և խորհրդարանի շենքերի վրա։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահվան կապակցությամբ տարածվում են ցավակցական նամակներ։ Հայտարարություն են տարածում Բիձինա Իվանիշվիլին և նրա կինը։ Ցավակցում ենք ամբողջ Վրաստանին, յուրաքանչյուր վրացու, ամբողջ ազգին, քանի որ նորին սրբության և երանության տեսքով մեր երկիրը և ժողովուրդը կորցրեց խաղաղության, իմաստության և հավատքի ամուր հենարան, հոգևոր հայր, որը նույնիսկ ամենաբարդ ժամանակներում հույս էր ներշնչում և միավորում մեր ժողովրդին։ Վրաստանը կորցրեց առանձնահատուկ հայրական հոգատարությամբ աչքի ընկնող անձնավորություն, որը իր խոսքով և գործով յուրաքանչյուր մարդու մղում էր դեպի լավը։ Նրա կյանքն ու գործունեությունը եղել են, կան և կմնան սեփական ժողովրդի և երկրի առջև նվիրվածության և անձնազոհ ծառայության խորհրդանիշ։ Կես դարի ընթացքում Իլիա II-ի անունը ամուր կապված էր հավատքի, ավանդույթների և ազգային ինքնության պահպանման հետ։ Նրա մահվամբ մեր երկրի պատմության մեջ ավարտվեց մի դարաշրջան, մի մարդու, որը արժանապատվորեն և անդադար կատարում էր Վրաստանի հոգևոր հոր դժվար, պատասխանատու և միաժամանակ պատվաբեր առաքելությունը։ Ավարտվեց առաջնորդի դարաշրջանը, որը բազմիցս մեզ դուրս բերեց փորձություններից և յուրաքանչյուր քաղաքացու սրտում թողեց յուրահատուկ լույս։ Նրա բարությունը, իմաստությունը և խոսքը միշտ կմնան մեր հիշողության մեջ որպես օրինակ այն բանի, թե ինչ է նշանակում ճշմարիտ խոնարհություն և սեր մարդու և հայրենիքի նկատմամբ։ Եվս մեկ անգամ ցավակցում ենք ամբողջ Վրաստանին, կիսում այս մեծագույն ցավը և աղոթում նրա հոգու հանգստության համար։ Հավերժ հիշատակ նորին սրբության և երանության համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հոգուն, նշվում է ցավակցական նամակում։ Ազգին ցավակցություն է հայտնում նաև խորհրդարանի նախագահը։ Վրաստանը կորցրեց հոգևոր հայր, մեր ամենասուրբ պատրիարքին, որը իր կյանքի յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը նվիրել է Քրիստոսին ծառայելուն, հայրենիքի պաշտպանությանը և իր հոտի խնամքին։ Պատրիարք Իլիա II-ը կես դարի ընթացքում առաջնորդում էր 2000-ամյա վրացական եկեղեցին։ Նա աթեիստական խավարից և մարող կայծից վերստին բորբոքեց ճշմարիտ հավատը վրաց ժողովրդի մեջ և իր աշխատանքով ու աղոթքով վերածնեց մեր եկեղեցին։ Հուսահատության և տառապանքի ծանր պահերին հենց նա էր կրում խաչի ծանրությունը։ Նա մխիթարություն և միջնորդ էր փորձությունների մեջ գտնվող ժողովրդի համար։ Նա մեզ համար շատ ավելին էր, քան պարզապես եկեղեցու առաջնորդ։ Մեր պատրիարքը միացավ երկնային Վրաստանի ընտրյալներին, մեր հերոս նախնիներին, իսկ նրա վաստակը և խոսքը կրկին ապրելու են մեր ժողովրդի մեջ։ Մենք նրա սերունդն ենք, նրանից մկրտված, օրհնված և օծված։ Հավատում եմ, որ նրա երկնային աղոթքով և օրհնությամբ մենք, ժողովուրդն ու հոգևորականները, կրկին օրհնված կլինենք, ինչպես նաև նրա կողմից սիրված հայրենիքը, յուրաքանչյուր վրացի և մեր մայր եկեղեցին, որի վերածննդի համար նա աշխատել է ամբողջ կյանքում։ Կարդում ենք Պապուաշվիլիի հայտարարության մեջ։ Վրաստանը ցավակցություններ է ստանում աշխարհի տարբեր երկրներից։ Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելը գրում է. «Խոր ցավով ընդունեցինք մեր սիրելի եղբոր համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան մասին տեղեկությունը։ Նա ժամանակակից ուղղափառության նշանավոր դեմքերից էր և հավատքի ամուր դավանող, որը իմաստությամբ առաջնորդում էր Վրաստանի ուղղափառ եկեղեցին ինչպես փորձությունների, այնպես էլ վերափոխման ժամանակաշրջաններում։ Ռումինիայի ուղղափառ եկեղեցու հոգևորականների և հավատացյալների անունից ցավակցում ենք Սուրբ Սինոդի անդամներին և համայն Վրաստանի ուղղափառ եկեղեցուն։ Թող նրա հիշատակը հավերժ լինի», ասվում է ցավակցական նամակում։ Ցավակցում ենք Վրաստանի ուղղափառ եկեղեցուն և ուղղափառ ծխականներին այս ծանր կորստի համար։ Կարդում ենք համայն Վրաստանի մուսուլմանների բաժնի ցավակցական տեքստում։ Արտահայտում ենք մեր վիշտը համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Մցխեթա Թբիլիսիի արքեպիսկոպոս, Ցխում Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Նրա բազմամյա ծառայությունը կրոնների միջև փոխադարձ հարգանքի, խաղաղության և հասարակական միասնության ամրապնդման գործում առանձնահատուկ կարևոր էր, նշված է համայն Վրաստանի մուսուլմանների վարչության ցավակցական տեքստում։ Վրաստանին ցավակցություն է հայտնել Ամերիկայի դեսպանատունը։ Խոր վիշտ ենք հայտնում համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Նրա կյանքն ու մեծագույն վաստակը երբեք չեն մոռացվի։ Թող նրա հոգին խաղաղությամբ հանգչի, նշված է նամակում։
Ադրբեջանի նախագահը Վրաստանի պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցել է վարչապետին։ Նորին սրբությունը Իլիա II-ը իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է իր ժողովրդին եւ մարդկության բարօրությանը։ Կովկասում խաղաղության, կայունության, մարդկանց միջև համերաշխության, միջկրոնական փոխըմբռնման եւ երկխոսության հաստատման գործում ունեցած վաստակի համար նա անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից միլիոնավոր մարդկանց սրտերում արժանացել է հարգանքի եւ համակրանքի։ Կիսում եմ այս ծանր կորստից առաջացած ցավը եւ անձամբ իմ ու ադրբեջանական ժողովրդի անունից խոր ցավակցություն եմ հայտնում ձեզ, համայն Վրաստանի ժողովրդին եւ Վրաստանի ուղղափառ եկեղեցուն, գրված է Իլհամ Ալիևի նամակում։ Վրաստանի բնակչությանը ցավակցություն է հայտնում Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։ Նորին սրբության մահը մեծագույն կորուստ է, քանի որ նա երկար տարիներ եղել է վրաց ժողովրդի հոգևոր հայրը, խաղաղության, միասնության եւ բարոյական արժեքների հենարանը։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում վրաց ժողովրդին, Վրաստանի ուղղափառ եկեղեցուն եւ բոլորին, ովքեր սգում են նրա մահը, ասվում է ցավակցական նամակում։ Մեծ ցավով ստացա նորին սրբություն եւ երանություն Իլիա II-ի մահվան լուրը, հոգևոր առաջնորդի եւ ժամանակակից վրացական ինքնության ճարտարապետներից մեկի։ Նրա անունը կմնա Վրաստանի պատմության եւ Իրան-Վրաստան բարեկամության մեջ։ Ցավակցություն եմ հայտնում վրաց ազգին, գրում է Սեյեդ Ալի Մոջանին։ Իլիա II-ի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնում Վրաստանում Իսրայելի դեսպանատունը։ Նա հոգևոր առաջնորդ էր, որի անունը անբաժանորեն կապված է ազգային միասնության, երկրի հոգևոր կյանքի վերածննդի եւ հասարակության համախմբման հետ։ Իսրայելի կառավարության եւ ժողովրդի անունից դեսպանը եւ Վրաստանում Իսրայելի դեսպանատունը անկեղծ ցավակցություն են հայտնում Վրաստանի բնակչությանը եւ Վրաստանի ուղղափառ եկեղեցուն։ Կարդում ենք ցավակցական նամակում։